Ական 53 Օդի փող կամ օդից փող 90-ականներին մեր շատ հայրենակիցներ գնացին տարբեր ուղղություններով։ Գնացողների մեջ որոշակի տարբերություն կար։ Ոմանք ստիպված գնացին, ոմանք լքեցին, ոմանք էլ իրենք գիտեն ոնց գնացին։ Կային ծայրահեղ հուսահատ մարդիկ, որոնք հորական տունը ինքնաթիռի տոմսի հետ փոխանակեցին, մեկնելուց առաջ մուծելիք օդի փողերը հազիվ դզեցին ու թռան։ Օդի փողն աշխարհում նախատիպը չունեցող հարկ էր, որը մարդիկ երկրից դուրս գալիս անպայման պետք է օդանավակայանում մուծեին։ Համացանց չկար, այն ժամանակների մեմերը ասեկոսեների միջոցով էին տարածվում։ Օդի փող։ Լավ էլ անունը դրել են ու օդից փող են բռնում։ Որոշ ժամանակ անց մեմերի բազմազանության շնորհիվ այդ գումարը մտցրին տոմսի վճարի մեջ և անունը դրեցին թաքս։ Շնորհակալ եմ Կառլեն ջան, լավությունդ կյանքում չեմ մոռանա, առաջին հնարավորության դեպքում կուղարկեմ։ Լավ էլի Գալուս ջան, նեղացնում ես, 4 հոգու օդի փողի համար բա սենց խոսակցություն կբացեն։ Անփորձանք գնացեք, լավ տեղավորվեք, տնավորվեք, հլը մեզ էլ կանչեք, գանք մի քիչ էլ Ամերիկայում հարևանություն անենք։ Էդ օդն էլ ճամփեքին ինչքան ուզում եք կեղտոտեք, մեկա փողը մուծել ենք։ Նախկին օդանավակայանում հրաժեշտի րոպեները շատ ավելի հուզառատ և թանձր արցունքի տեսքով էին կաթում։ 90-ականներին մեր հին զվարթնոցը շատ բաժանումներ տեսավ։ Ժամանակները փոխվեցին, զարգացումն իր հետ սառնություն բերեց, մեկնողներին ճանապարհելու ձևն էլ փոխվեց։ Առաջին անցակետի դիմաց ողջագուրվում ենք ու հենց մտնում են ներս, պտտվում գնում ենք մեր գործերով։ Առաջ բալկոն կար։ Կանգնում հետևում էինք, ինչպես են մարդիկ ինքնաթիռ բարձրանում, և մինչև ինքնաթիռը օդ չբարձրանար, չէինք հեռանում։ Քիչ էր մնում, մինչև ինքնաթիռի տեղ հասնելը սպասեինք։ Դա այն ժամանակներն էին, երբ այսպես կոչված պալասայի վրա միշտ միգալկայով մի կարմիր Նիվա կամ դեղին բուդկա Մոսկվիչ էր շրջում։ Երկար խոսեցինք հրաժեշտից։ Ցավոք հայի ճակատագիրն այդպիսին է։ Գաղթականի բնավորություն ունենք, բայց հայրենիքը դրսից սիրելու, հայաստանցիներին քննադատելու փոխարեն կարելի է հավաքվել, վերադառնալ և այն բոլոր խորհուրդները, որ տալիս եք, գործնականում ցույց տալ, թե ինչպես պետք է արվեն։ Ամենայն հարգանք բոլոր այն հայրենակիցներին, որոնք ինչ-ինչ պատճառներով հեռացել, բայց ապրում են հայաստանյան կյանքով։ Շատ հարազատներ ունեմ դրսում, ընկերներ, բարեկամներ, որոնց հետ շփվելիս հասկանում եմ, թե որքան խորն են տանջվում ու սրտնեղում հայրենիքի համար։ Եվ այո, հեռվից շատ բաներ են նկատում, որ մենք չենք նկատում կամ չնկատելու ենք տալիս։ Այսպես երկար կարող ենք խոսել։ Առաջարկս հետևյալն է. փորձենք մեկս մյուսի դրության մեջ մտնելով լռել։ Այստեղ համաձայն եմ այն մտքի հետ, որ եթե ավելի խելացի բան չենք կարող ասել, քան լռելն է, ավելի լավ է լռենք։ Բայց այդպես չարեց այն համառ ու նեղացկոտ քաղաքացին, որը 90-ականների նորաբաց տեխնիկայի խանութներից մեկում մի էսպիսի աղմուկ բարձրացրեց։ Ապեր լուչը դու ձեն մի հանի էլի, փոխանակ օգնես նաբարոտ փչացնում ես, ծախելուց ասում էր 2 տարի գարանտիա ունի, վախի՞ չես փոխում։ Ախր այ հայրիկ ջան, խանութը ինչ մեղք ունի, որ դուք հեռուստացույցը գցել ջարդել եք։ Խնդիրը տեխնիկական չի, մենք պատասխանատվություն չենք կրում։ Այտենց կուլտուրական խոսալով չէ, դու չէիր ասում փչանալու դեպքում սարքում կամ փոխում ենք։ Հենա ընկել փչացել ա, բա փոխեք։ Արա տենց եք անում, մարդ ուզում ա տուն-տեղ ծախի թողի գնա։ Այսպիսի ամեն անհեթեթ խոսակցությունից հետո մարդիկ գնալու ցանկություն էին հայտնում։ Ոչինչ չի փոխվել։ Միջին վիճակագրական հայը չասենք գաղթական, ասենք ճամփորդ է։ Յուրաքանչյուր մարդ կյանքում գոնե մեկ անգամ ստանում է իր այն հնարավորությունը, որով կարող է բարելավել ապրելու որակը։ Խոսքն ամենևին ինչ-որ տեղ գնալու մասին չէ, այլ այն, որ պետք է տեսնել բոլոր հնարավորությունները, որոնք կյանքն այսպես թե այնպես հրամցնում է։ Իսկ եթե հանկարծ անզգուշորեն ձեռքից բաց թողնենք, աշխարհը փուլ չի գա։ Հարատև թվացող, բայց իրականում մի կարճ համբերությամբ կարելի է սպասել հաջորդ հնարավորությանը։ Տո լավ է մեռանք սպասելով, լավ կլինի, էլի երբ դառնանք 100 տարեկան նոր, էլ դրա լավը որն է։ Լավ էլի թնջուկ, դու էլ սաղ կյանք բողոքեցիր արա, բայց կլիչքեդ տոշնի են դրել, դու լրիվ նեգատիվի թնջուկ ես։
Դու քո վրա այնքան ես մրթմրթում գործերը թարսվում ա, քեզ թույլ թող էլի։ Դու որ քեզ թույլ ես թողում ձեռդ փողա գալի։ Չէ, պտի է թամապ է։ Հա, Հայաստանից դուրս կաշխատեմ, բայց ստեղ ուրիշի ձեռի տակ չեմ աշխատի։ Մի հատ կրոյի հետ խոսամ։ Կարող եմ մի նորմալ բան ասի, թռնեմ մոտը։ Ասում են վաժնի դեմք ա դառել։ Հա, վաժնի դեմքով տատի ապահում, գնա օգնի։ Այ ախպեր, քեզ ավել բան պետք չի, դու խմելդ թարգի տես ոնց ես դզվում։ Լավ էլի գրնո ախպոր պես, էլի տենց գոնե խառը մտքերից ցրվում եմ։ Խառը մտքերից ցրվելու համար մորդ մասին մտածի, մեծ կնիկ ա, օգնող ա պետք, պարտադիր չի ճոխ հարսանիք անես, էն աղջիկը ինչ եղավ։ Էնի լեզվանի էր, չնայած ում էլ պովդ տաս լեզվանի կդառնա։ Հետո ես ինձ ու մորս հազիվ եմ պահում, կնիկ, երեխա, չէ ապե, իմ խելքի բանը չի։ Ես էդ ինչքան պտի բանակի քեֆերին էժանով իոնիկա նվագեմ, որ տուն պահեմ։ 90-ականների լուրջ խնդիրներից մեկն այն էր, որ երիտասարդները ամուսնությանը թերհավատությամբ էին վերաբերվում։ Չնայած տարեց մարդկանց հորդորներին, միևնույն է, երիտասարդների մի ստվար զանգված ընտանիքը լավ պահելու հեռանկար չէր տեսնում։ Այնուամենայնիվ տարակարծիք հայերի մեծամասնությունը ի բարօրություն նոր անկախ պետության ապրելու նպատակասլացությամբ զինված հանուն ընդհանուր հաղթանակի չէր ընկճվում, որ թիկունքն ամուր, հուսալի և կանգուն մնա։ Բազմաթիվ զրկանքների, դժվար կենցաղի, հացի խնդրի լուծման շիլաշփոթի մեջ միևնույն է, կանգուն մնացինք։ Այո, մեծ եմ խոսում, որովհետև մենք երեխաներով թեպետ այդքան հոգսաշատ չէինք, որքան մեր ծնողներն ու տատիկ-պապիկներն էին, բայց տեսնում էինք, թե արտասահմանյան ֆիլմերում մեր տարիքի երեխաները ինչ հարմարավետ կյանքով են ապրում, իսկ մենք նրանցից շատ ավելի ուրախ էինք, որովհետև գիտեինք, որ հայ ենք, ու հայերը աշխարհի ամենախելացի, ամենադիմացկուն, ամենաուժեղ մարդիկ են, ու մեր դեմը խաղ չկա։ Այսքան բան։